Երբ ԿԳԲ-ի գաղտնի արխիվները բացվեցին 1991 թվականին, հետաքննողները գտան մի թղթապանակ կարմիր կնիքով գաղտնի նշումով «Օբյեկտ Համբարձումյան»։ Չթողնել դուրս։ Այդ թղթապանակի ներսում էին 100-ից ավելի փաստաթղթեր, մերժված արտասահմանյան հրավերներ, խափանված պայմանագրեր, անգամ Փարիզի օպերայի տնօրենի անձնական նամակը, որը երբեք չհասավ իր հասցեատիրոջը։ Յուրաքանչյուր փաստաթղթի վրա կարմիր դրոշմակ էր, մերժված։ Պետական շահերի հիման վրա։ Բայց ինչու՞։ Էր Խորհրդային Միությունը այդքան վախենում թողնել մի երգչուհուն, ով արդեն իսկ աշխարհահռչակ էր իր երկրում։ Ինչից էին վախենում Կրեմլի ղեկավարները, երբ Օֆելիա Համբարձումյանի անունը հնչում էր միջազգային բեմերում։ Ո՞վ էր այն ուժը, որը վերածեց հայ սոպրանոին ոսկե վանդակի թռչնի, որը երգում էր միայն իր տերերի համար։ Եվ ամենակարևորը, ինչքան հարստություն կորցրեց նա այն տարիներին, երբ նրա ձայնը կարող էր արժանալ միլիոններ արմատյան բեմերում։ Օֆելիա Համբարձումյանը ծնվել է 1937 թվականին Երանում, երաժշտական ընտանիքում, որտեղ երաժշտությունը չէր սովորեցվում, այն ժառանգվում էր արյան մեջ։ Նրա հայրը, Արտեմ Համբարձումյանը, ծանոթ էր որպես Երանի օպերայի թատրոնի դաշնակահար, մարդ, ով կարողանում էր հանդիսատեսին արտասվեցնել Ռախմանինովի նախերգությամբ։ Մայրը, Սիրանույշը, երգում էր եկեղեցական երգչախմբում այն ժամանակներում, երբ դա համարվում էր համարյա ապօրինի, երբ խորհրդային իշխանությունը փորձում էր ջնջել կրոնական ավանդույթները։ Փոքրիկ Օֆելիան մեծացավ այն տանը, որտեղ յուրաքանչյուր առավոտ սկսվում էր ձայնի վարժություններով, որտեղ պատերը թրթռում էին արյաներից, որտեղ երաժշտությունը չէր լռում նույնիսկ գիշերները։ Երբ նա եղավ 6 տարեկան, հայրը նկատեց, որ աղջիկը երգում է Վերդիի արյան, լսելով միայն մեկ անգամ։ Ոչ թե պարզապես կրկնում էր մեղեդին, այլ վերարտադրում էր յուրաքանչյուր նյուանսը, յուրաքանչյուր թրթռումը, ինչպես թե հազարամյակների փորձառություն ունեցող երգչուհի լիներ փոքրիկ աղջկա մարմնում։ Արտեմ Համբարձումյանը հասկացավ, որ իր դուստրը ունի ոչ միայն ձայն, այլ նա այն հազվագյուտ շնորհը, որը երաժիշտները անվանում են աստվածային նշան։ Նա տարավ Օֆելիային Երանի կոնսերվատորիա, որտեղ պրոֆեսոր Մարիամ Կարապետյանը, խիստ կին, ով երբեք չէր ժպտում առաջին հանդիպման ժամանակ, լսեց աղջկա ձայնը անմիջապես ասաց. «Այս երեխան պետք է ուսանի»։ Անմիջապես։ Մինչ չուշացել է։ Օֆելիան սկսեց ուսումը 8 տարեկանում, այն ժամանակ, երբ մյուս երեխաները խաղում էին փողոցում, նա անցկացնում էր օրական 6 ժամ ձայնի վարժություններով, սոլֆեջիոյով, իտալերենի դասերով։ Նրա մանկությունը չկար այն իմաստով, ինչպես մյուս երեխաների մոտ, դա էր մի անընդհատ պատրաստություն մեծ բեմի համար, որը սպասում էր ապագայում։ Բայց Օֆելիան չէր բողոքում։ Նա սիրում էր երգել ավելի շատ, քան շնչել, յուրաքանչյուր արիա, որը տիրապետում էր, դառնում էր նրա հոգու մի մասը։ 1955 թվականին, երբ Օֆելիան դարձավ 18 տարեկան, նա առաջին անգամ ելավ Երանի օպերայի թատրոնի բեմ, Ջուլիետայի դերում Գունոյի «Ռոմեո Ջուլիետա» օպերայում։ Այդ երեկոն դարձավ լեգենդար։ Հանդիսատեսները, ովքեր եկել էին սովորական ներկայացություն դիտելու, հանկարծ հայտնվեցին մի երիտասարդ աղջկա ձայնի կախարդանքի տակ, որի սոպրանոն բարձրանում էր դեպի թատրոնի առաստաղը, ինչպես թե փորձեր ճեղքել երկինքը։ Երբ վերջին արյան ավարտվեց, թատրոնում մի քանի վայրկյան լռություն էր, այն տեսակի լռություն, որը ավելի բարձրաձայն է, քան ցանկացած ծափահարություն։ Ապա բոլորը միաժամանակ ոտքի ելան, ծափերը շարունակվեցին 15 րոպե անընդմեջ։ Մարդիկ լացում էին, գրկախառնում էին միմյանց, շատերը հետո ասում էին, որ այդ գիշեր նրանք լսեցին ոչ թե մարդու, այլ հրեշտակի ձայնը։ Բայց այդ հաջողության ետում արդեն սկսում էր ձևավորվել մի ուրիշ պատմություն, որը Օֆելիան դեռ չգիտեր, բայց որը կորոշեր նրա ամբողջ ճակատագիրը։ Խորհրդային Միության մշակութային նախարարության աշխատակիցները, ովքեր ներկա էին այդ ներկայացությանը, անմիջապես հասկացան, որ նրանք գտել են ոսկե հանք։ Օֆելիա Համբարձումյանը կարող էր դառնալ խորհրդային օպերայի դեմքը, կարող էր ներկայացնել ԽՍՀՄ միջազգային բեմերում, կարող էր ապացուցել, որ սովետական համակարգը ստեղծում է աշխարհի լավագույն արտիստներին։ Բայց նրանք նա հասկացան մի ուրիշ բան, այսպիսի տաղանդը պետք է վերահսկել, պահել, չթողնել, որ այն փախչի դեպի արմուտք, որտեղ այն կարող էր դառնալ ազատ անկախ։ Եվ այդպես սկսվեց մի խաղ, որի կանոնները Օֆելիան կիմանար շատ ուշ, երբ արդեն ուշ կլիներ փախչելու համար։ Ո՞վ էր այն մարդը, ով առաջինը ստորագրեց գաղտնի հրամանը Օֆելիայի մասին։ Ինչպես էր հնարավոր, որ մի երիտասարդ երգչուհի, ով դեռ չէր հասցրել տեսնել աշխարհը, արդեն դարձել էր պետական գաղտնիք։ Եվ ամենակարևորը, արդյոք Օֆելիան ինքը գիտեր, որ իր ամենամեծ հաջողության գիշերը միաժամանակ էր նա իր ազատության վերջին օրը։
1956 թվականի գարնանը Մոսկվայի Բոլշոյ թատրոնի տնօրեն Վլադիմիր Սերգեյչ Մուրավյովը ստացավ հեռագիր Երանից, գտանք նոր ձայն։ Պետք է լսեք անմիջապես։ Մուրավյովը մարդ, ով իր կյանքում լսել էր հազարավոր երգիչների, սովորաբար անտեսում էր այսպիսի հեռագրերը, նրա փորձը ասում էր, որ իսկական տաղանդները շատ հազվադեպ են, մարզային թատրոնների հայտնագործությունները հաճախ լինում էին պարզապես լավ ուսուցանված, բայց ոչ բացառիկ ձայներ։ Բայց այս հեռագիրը ուղարկել էր Գրիգորի Ավետիսյանը, Երանի օպերայի տնօրենը, մարդ, ում Մուրավյովը վստահում էր, ում համար նոր ձայն նշանակում էր ինչ-որ իսկապես արտակարգ։ Մուրավյովը վերցրեց գնացքը դեպի Երան, 3 օրվա ճանապարհորդություն, որի ընթացքում նա կարդում էր Օֆելիայի մասին ուղարկված նյութերը, կենսագրություն, ուսուցիչների բնութագրեր, նույնիսկ բժշկական փաստաթղթեր, որոնք հաստատում էին, որ աղջկա ձայնային լարերը ունեն անսովոր կառուցվածք, որը թույլ է տալիս նրան հասնել նոտաների, որոնք սովորական սոպրանոյի համար անհասանելի են։ Երբ Մուրավյովը հասավ Երան, նստեց օպերայի թատրոնի տնօրենի այում, նա դեռ չգիտեր, որ այս երեկոն կփոխի ոչ միայն Օֆելիայի, այլ իր սեփական կյանքը։ Օֆելիան պետք է կատարեր Վիոլետայի դերը Վերդիի Լա Տրավիատա օպերայում, դեր, որը պահանջում է ոչ միայն տեխնիկական վարպետություն, այլ խորը հուզական խորություն, քանի որ Վիոլետան մի կին է, ով մահանում է սիրո հիվանդության մեջ։ Երբ վարագույրը բացվեց, Օֆելիան հայտնվեց բեմում, սպիտակ զգեստով, որը շողում էր սոֆիտների լույսի տակ, Մուրավյովը անմիջապես նկատեց նրա ներկայությունը, այն հազվագյուտ որակը, որը անգլիացիները անվանում են stage presence, երբ արտիստը դեռ չի սկսել երգել, բայց արդեն տիրապետում է ամբողջ տարածությանը։ Ապա Օֆելիան բացեց բերանը, առաջին նոտաները հնչեցին։ Մուրավյովը հետո կպատմեր, որ այդ պահին նա զգաց, թե ինչպես է նրա մաշկը ծածկվում խտրիկներով, թե ինչպես են նրա աչքերը լցվում արտասուքներով առանց իր կամքի։ Օֆելիայի ձայնը չէր պարզապես գեղեցիկ, այն էր հիպնոտիկ, այն ուներ մի տեսակ մագնիսական ուժ, որը ստիպում էր հանդիսատեսին մոռանալ, որ նրանք նստած են թատրոնում, զգալ, որ նրանք ներկա են մի իրական տրագեդիայի։ Երբ երրորդ գործողության մեջ Վիոլետան երգում է իր վերջին արիան Addio del Passato հրաժեշտ անցյալին, Օֆելիայի ձայնը դարձավ այնքան խոցելի, այնքան լի ցավով միաժամանակ գեղեցկությամբ, որ ամբողջ թատրոնում լսվում էր միայն լացի ձայները։ Մուրավյովը, ով իր կարիերայի ընթացքում տեսել էր հարյուրավոր Լա Տրավիատա ներկայացություններ, հասկացավ, որ նա հենց նոր տեսավ ինչ-որ բան, ինչը տեսնում ես կյանքում միայն մեկ կամ երկու անգամ, իսկական գերաստղի ծնունդը։ Ներկայացությունից հետո Մուրավյովը գնաց Օֆելիայի հետ հանդիպելու գրիմասենյակ, որտեղ աղջիկը նստած էր հայելու առջ, դեռ հագած Վիոլետայի զգեստը, դեմքը ծածկված թատերական դիմահարդարմամբ, բայց աչքերը, այդ մեծ, մուգ, խորը աչքերը, լի էին մի տեսակ հոգնածությամբ, որը չէր համապատասխանում նրա տարիքին։ Մուրավյովը նստեց նրա կողքին, ասաց. «Օֆելիա, դու պետք է գաս Մոսկվա։ Դու պետք է երգես Բոլշոյում։ Դու ունես այն ամենը, ինչ պետք է աշխարհի լավագույն բեմերում»։ Օֆելիան նայեց նրան առաջին անգամ ժպտաց, ոչ թե հպարտությունից, այլ մի տեսակ անվստահությունից, ինչպես թե չհավատար, որ այս ամենը իրական է։ Նա ասաց. «Բայց ես երբեք չեմ եղել Մոսկվայում։ Ես երբեք չեմ եղել Երանից դուրս, բացի մի քանի գյուղերից, որտեղ մենք ելույթներ ենք ունեցել»։ Մուրավյովը դրեց ձեռքը նրա ուսին, ասաց. «Դու շուտով կլինես ոչ միայն Մոսկվայում, այլ Լենինգրադում, Կիում, եթե ամեն ինչ լավ ընթանա, Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում»։ Բայց այն, ինչ Մուրավյովը չգիտեր այդ պահին, ինչ Օֆելիան երբեք չէր իմանա մինչ շատ ուշ, այն էր, որ նրա այցը Երան արդեն գրանցված էր ԿԳԲ-ի տեղական բաժնի հաշվետվություններում։ Խորհրդային Միությունում ոչինչ չէր պատահում առանց գաղտնի ծառայությունների ուշադրության, երբ Բոլշոյ թատրոնի տնօրենը անձամբ ճանապարհորդում էր Մարս լսելու մի երիտասարդ երգչուհու, դա նշանակում էր, որ այդ երգչուհին արժանի էր հատուկ ուշադրության։ Գաղտնի զեկույցում, որը ուղարկվեց Մոսկվա Մուրավյովի այցից 3 օր հետո, գրված էր. Համբարձումյան Օֆելիա Արտեմի 19 տարեկան։ Բացառիկ ձայնային տվյալներ։ Հնարավոր միջազգային կարիերա։ Առաջարկվում է ներառել հատուկ վերահսկման ցանկում, կանխելու համար չթույլատրված արտագաղթը կամ դավաճանությունը։ Այս զեկույցը ստորագրեց մի մարդ, ում անունը Օֆելիան կիմանար միայն 15 տարի անց, երբ արդեն ուշ կլիներ, Կարեն Սարգսյան, ԿԳԲ-ի Երանի բաժնի ղեկավար, մարդ, ով իր կարիերան կառուցել էր արժեքավոր կադրերի պահպանման վրա։ Ով էր այդ մարդը, ով առաջին անգամ որոշեց, որ Օֆելիա Համբարձումյանը պետք է դառնա օբյեկտ։ Ինչպիսի հրահանգներ էին տրվել նրան վերահսկելու համար։ Եվ արդյոք Մուրավյովը, երբ խոստանում էր նրան Փարիզ-Լոնդոն, գիտեր, որ այդ խոստումները երբեք չեն իրականանա, քանի որ Օֆելիան արդեն դարձել էր ոչ թե ազատ արտիստ, այլ պետական սեփականություն։
1957 թվականի աշնանը Օֆելիա Համբարձումյանը տեղափոխվեց Մոսկվա, ապրելու աշխատելու Բոլշոյ թատրոնում։ Նրան տրվեց փոքրիկ բնակարան Արբատի մոտ, 2 սենյակ, որոնք նրա համար թվում էին պալատ, քանի որ Երանում նա ապրել էր ծնողների հետ 3 սենյակ բնակարանում, որտեղ յուրաքանչյուր անկյունը լի էր նոտաներով, երաժշտական գործիքներով։ Մոսկվան էր այլ աշխարհ, հսկայական, աղմկոտ, անընդհատ շարժման մեջ քաղաք, որտեղ մարդիկ քայլում էին արագ, խոսում էին արագ, ամեն ինչ թվում էր ավելի կարևոր, ավելի շտապ, քան Երանի հանգիստ փողոցներում։ Օֆելիան զգում էր իրեն կորած այս քաղաքում, բայց միաժամանակ նա զգում էր նա հուզմունք, վերջապես նա էր այն տեղում, որտեղ իսկական արվեստը ստեղծվում էր, որտեղ լավագույն երգիչները, դիրիժորները, ռեժիսորները հավաքվում էին ստեղծելու համար ինչ-որ բան, որը կմնար հավերժ։ Բայց Բոլշոյ թատրոնը չէր միայն արվեստի տաճար, այն էր նա իշխանության, նախանձի, ինտրիգների գաղտնի պայմանավորվածությունների վայր։ Օֆելիան շուտով հասկացավ, որ այստեղ տաղանդը բավարար չէ, պետք է նա իմանալ, թե ինչպես շարժվել այս բարդ համակարգում, ում հետ խոսել, ում խուսափել, ինչպես պահպանել իր տեղը առանց ուրիշներին վիրավորելու։ Թատրոնում արդեն կային հաստատված պրիմադոննաներ, կանայք, ովքեր տարիներ շարունակ երգել էին գլխավոր դերերում, ովքեր տեսնում էին Օֆելիայում սպառնալիք իրենց դիրքերին։ Նրանցից մեկը, Լյուդմիլա Վոլկովան, 43 տարեկան սոպրանո, ով երբեմն եղել էր Բոլշոյի աստղը, բայց ում ձայնը արդեն սկսել էր կորցնել իր փայլը, սկսեց տարածել լուրեր Օֆելիայի մասին, ասելով, որ նա չունի բավարար փորձ, որ նրա տեխնիկան թերի է, որ նա ստացել է դերերը ոչ թե տաղանդի շնորհիվ, այլ որովհետև նա հայուհի է, կոմունիստական կուսակցությունը ուզում է ցույց տալ ազգերի բարեկամություն։ Օֆելիան լսում էր այս լուրերը, լռում էր, նա սովորել էր դեռ Երանում, որ լավագույն պատասխանը նախանձին է աշխատանքը, նա աշխատում էր ավելի քան բոլորը։ Նա ժամանում էր թատրոն առավոտյան ժամը 7-ին, երբ դեռ մաքրուհիները լվանում էին հատակները, մնում էր մինչ գիշեր, վարժվելով, կատարելագործելով յուրաքանչյուր արիա, յուրաքանչյուր նոտա, մինչ այն դառնար իր երկրորդ բնույթը։ Նրա առաջին մեծ դերը Բոլշոյում եղավ Միմին Պուչինիի «Լա Բոեմ» օպերայում, դեր, որը պահանջում է ոչ միայն գեղեցիկ ձայն, այլ կարողություն փոխանցել անմեղության մահվան մեջ եղած հակասությունը։ Ներկայացությունը տեղի ունեցավ 1958 թվականի փետրվարի 10-ին, այդ գիշեր Բոլշոյի դահլիճը լի էր ոչ միայն սովորական հանդիսատեսով, այլ մշակութային նախարարության ներկայացուցիչներով, արտասահմանյան դեսպաններով, նույնիսկ Կրեմլի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներով։ Երբ Օֆելիան ելավ բեմ, սկսեց երգել Միմիի առաջին արիան, «Մեծ Շիեմենոմեմ», նրա ձայնը լցվեց դահլիճը այնպես, ինչպես լույսը լցնում է մութ սենյակը, անմիջապես, ամբողջությամբ անհնարին է դիմադրել։ Հանդիսատեսները, ովքեր եկել էին կասկածանքով, արդյոք այս երիտասարդ հայուհին իսկապես արժանի է Բոլշոյի բեմին, շուտով մոռացան իրենց կասկածները, ընկղմվեցին այն աշխարհում, որը Օֆելիան ստեղծում էր իր ձայնով։ Չորրորդ գործողության մեջ, երբ Միմին մահանում է Ռոդոլֆոյի գրկում, Օֆելիայի վերջին նոտաները հնչեցին այնքան թույլ, այնքան խոցելի, որ թվում էր, թե նա իսկապես հեռանում է կյանքից, երբ նա փակեց աչքերը, անշարժացավ։ Դահլիճում մի քանի վայրկյան լռություն էր, ապա պայթեց ծափահարություններով, որոնք տեցին 20 րոպե։ Մարդիկ գոչում էին «Բրավո», նետում էին ծաղիկներ բեմ, Օֆելիան, երբ ելավ ընդունելու ծափերը, տեսավ, որ նույնիսկ Լյուդմիլա Վոլկովան, ով նստած էր այում, ծափահարում էր, թե նրա դեմքը լի էր ոչ թե ուրախությամբ, այլ մի տեսակ դառն ընդունմամբ, պարտության։ Բայց այդ հաջողության գիշերը, երբ Օֆելիան վերադարձավ իր բնակարան, նստեց պատուհանի մոտ, նայելով Մոսկվայի գիշերային լույսերին, նա ստացավ հեռախոսազանգ։ Ձայնը հեռախոսի մյուս ծայրում էր անծանոթ, պաշտոնական, սառը, Համբարձումյան ընկերուհի, վաղը ժամը 12-ին դուք պետք է ներկայանաք Լուբյանկա, մշակութային բաժին, սենյակ 311։ Դա պարտադիր է։ Օֆելիան զգաց, թե ինչպես է նրա սիրտը սառչում, Լուբյանկան էր ԿԳԲ-ի գլխավոր շենքը, վայր, որի մասին խոսում էին շշուկով, վայր, որտեղից մարդիկ երբեմն չէին վերադառնում։ Նա փորձեց հարցնել, բայց ինչու ես ինչ-որ բան սխալ եմ արել, բայց ձայնը պատասխանեց, վաղը կիմանաք, հեռախոսը անջատվեց։ Օֆելիան չքնեց այդ գիշեր։ Նա նստեց իր փոքրիկ խոհանոցում, խմեց թեյ, որը սառել էր բաժակում, փորձեց հասկանալ, ինչու։ ԿԳԲ-ն կարող է հետաքրքրված լինել նրանով։ Նա երբեք չէր զբաղվել քաղաքականությամբ, երբեք չէր խոսել ընդդեմ համակարգի, նա պարզապես երգում էր, ապրում էր իր արվեստով, չէր հասկանում, թե ինչ վտանգ կարող էր ներկայացնել նա պետության համար։ Բայց խորհրդային համակարգում վտանգավոր էր ոչ միայն այն, ինչ դու անում էիր, այլ այն, ինչ դու կարող էիր անել։ Օֆելիայի դեպքում վտանգը էր նրա տաղանդը, տաղանդ, որը կարող էր գրավել արմատյան բեմերը, որը կարող էր դարձնել նրան միջազգային աստղ, որը, եթե նա որոշեր փախչել կամ դավաճանել, կարող էր դառնալ մեծ ամոթ խորհրդային միության համար։
Հաջորդ օրը, երբ Օֆելիան մտավ Լուբյանկայի սառը մութ միջանցքներով հասավ սենյակ 311, նրան դիմավորեց մի մարդ, ում նա երբեք չէր տեսել, բայց ում անունը կդառնար նրա ամենավատ գիշերային ահազանգը՝ Կարեն Սարգսյան։ Նա էր մոտավորապես 50 տարեկան, բարակ, ակնոցավոր, հանգիստ ձայնով, բայց աչքերով, որոնք նայում էին այնպես, ինչպես թե տեսնեին քո հոգու ամենախորը։ Նա հրավիրեց Օֆելիային նստել, ասաց. «Համբարձումյան ընկերուհի, մենք ձեզ կանչել ենք, որպեսզի խոսենք ձեր ապագայի մասին։ Դուք ունեք մեծ տաղանդ, մեր պետությունը ցանկանում է օգնել ձեզ զարգացնել այդ տաղանդը։ Բայց տաղանդի հետ գալիս նա պատասխանատվություն»։ Օֆելիան լսում էր, նրա ձեռքերը դողում էին, թե նա փորձում էր թաքցնել դա։ Սարգսյանը շարունակեց. «Շուտով ձեզ կառաջարկվեն արտասահմանյան հրավերներ։ Արմատյան օպերաները կցանկանան, որ դուք երգեք նրանց բեմերում։ Դա կլինի մեծ պատիվ ձեզ համար, մեր երկրի համար։ Բայց դուք պետք է հասկանաք, երբ դուք երգում եք արտասահմանում, դուք ներկայացնում եք ոչ միայն ձեզ, այլ Խորհրդային Միությունը։ Եվ մենք պետք է վստահ լինենք, որ դուք չեք մոռանա, թե որտեղ է ձեր տունը»։ Ինչ էր իրականում նշանակում այդ պատասխանատվությունը, որի մասին խոսում էր Սարգսյանը։ Ինչպիսի պայմաններ էին դրվելու Օֆելիայի առջ, որպեսզի նա կարողանար երգել արտասահմանում։ Եվ ամենակարևորը, արդյոք Օֆելիան այդ պահին հասկացավ, որ նա հենց նոր նստել էր ոչ թե պաշտոնյայի գրասենյակում, այլ որոգայթի մեջ, որից դուրս գալու ճանապարհ չկար։ Կարեն Սարգսյանի գրասենյակից դուրս գալով, Օֆելիայի ձեռքերում էր մի փաստաթղթերի թղթապանակ, որը նա պետք է ստորագրեր հաջորդ 3 օրվա ընթացքում։ Այդ փաստաթղթերի մեջ էր մի պայմանագիր, որը նախատեսում էր, որ յուրաքանչյուր արտասահմանյան ելույթից հետո Օֆելիան պետք է ներկայացներ մանրամասն զեկույց, ում հետ է խոսել, ինչ է քննարկել, ինչ առաջարկներ է ստացել։ Բայց ամենավախեցնող փաստաթուղթը երրորդն էր՝ գաղտնիության մասին պարտավորություն, որտեղ գրված էր, որ եթե Օֆելիան փորձի մնալ արտասահմանում կամ խախտի իր պարտավորությունները, ապա նրա ընտանիքը Երանում կկրի համապատասխան հետանքներ։ Այդ երկու բառերը, համապատասխան հետանքներ, չէին բացատրվում, բայց Օֆելիան հասկանում էր, թե ինչ էին դրանք նշանակում։ Նրա հայրը, Արտեմ Համբարձումյանը, դեռ աշխատում էր Երանի օպերայում, նրա մայրը, Սիրանույշը, դասավանդում էր երաժշտություն երեխաներին, նրանց երկուսի կյանքը կախված էր նրանից, թե Օֆելիան որքանով է հնազանդ լինելու այն համակարգին, որը հիմա տիրապետում էր նրա ճակատագրին։ Երբ նա վերադարձավ իր բնակարան այդ երեկոյան, նա նստեց հատակին, թիկունքը հենած պատին, առաջին անգամ իր կյանքում զգաց, որ նրա ձայնը, այդ ամենագեղեցիկ նվերը, որը նա ստացել էր ծննդյան պահից, վերածվել էր շղթայի, որը կապում էր նրան մի համակարգին, որտեղից փախուստ չկար։ 1959 թվականի ամռանը Օֆելիային հասավ առաջին միջազգային հրավերը, Վիեննայի պետական օպերան ուզում էր, որ նա կատարի Թոսկայի դերը Պուչինիի օպերայում։ Դա էր մի հրավեր, որը ցանկացած երգչուհի կընդուներ առանց մտածելու, Վիեննայի օպերան համարվում էր Եվրոպայի լավագույններից մեկը, այնտեղ երգելը նշանակում էր բացել դռները դեպի համաշխարհային կարիերա։ Բայց երբ Օֆելիան տարավ այդ հրավերը Բոլշոյի տնօրենություն, ակնկալելով ուրախություն, աջակցություն, նրան ասացին. «Սպասեք։ Մենք պետք է համաձայնեցնենք մշակութային նախարարության հետ»։ Շաբաթներ անցան, ապա ամիսներ, յուրաքանչյուր անգամ, երբ Օֆելիան հարցնում էր պատասխանի մասին, նրան ասում էին. «Դեռ քննարկվում է»։ Վիեննայի օպերան սպասեց 3 ամիս, ապա տվեց դերը մեկ այլ երգչուհու, իտալուհի, ով չուներ Օֆելիայի ձայնը, բայց ուներ ազատությունը ընդունել հրավերը առանց ուրիշների թույլտվության։ Օֆելիան իմացավ այդ մասին պատահականորեն, երբ կարդաց թերթում, այդ գիշեր նա լաց եղավ առաջին անգամ ոչ թե ցավից, այլ բարկությունից, բարկություն այն համակարգի վրա, որը խլում էր նրա ապագան։ Յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր մերժված հրավերով։ Բայց ամենավատը դեռ առաջ էր։ 1960 թվականին Փարիզի օպերայի տնօրեն Ժորժ Հիրշը անձամբ եկավ Մոսկվա, հանդիպելու Օֆելիայի հետ։ Նա լսել էր նրա ձայնի մասին մի ձայնագրությունից, որը ինչ-որ կերպ հասել էր Փարիզ, նա ուզում էր առաջարկել նրան 3 տարվա պայմանագիր, երգել Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, պայմանագիր, որը կվճարեր նրան տարեկան 50,000 ֆրանկ գումար, որը այդ ժամանակ համարժեք էր 30 սովետական ինժեների տարեկան աշխատավարձին։ Հիրշը նստեց Օֆելիայի հետ մի փոքրիկ սրճարանում Արբատի մոտ, երբ նա սկսեց խոսել իր առաջարկի մասին, Օֆելիայի աչքերը լցվեցին արտասուքներով, ոչ թե ուրախությունից, այլ անհուսությունից, քանի որ նա գիտեր, որ այս առաջարկը երբեք չի իրականանա։ Նա ասաց Հիրշին. «Պարոն Հիրշ, ես շատ եմ շնորհակալ, բայց ես չեմ կարող ընդունել ձեր առաջարկը առանց իմ կառավարության թույլտվության»։ Հիրշը նայեց նրան անհասկանալի հայացքով, ասաց. «Բայց դուք արտիստ եք, ոչ թե պետական ծառա»։ «Ինչու՞։
Ձեզ պետք է թույլտվություն։ Օֆելիան չկարողացավ բացատրել նրան, թե ինչպես է աշխատում խորհրդային համակարգը, թե ինչպես է յուրաքանչյուր տաղանդավոր մարդ դառնում պետության սեփականություն, նա պարզապես ասաց, այստեղ այլ կանոններ են։ Հիրշը հեռացավ Մոսկվայից հիասթափված, բայց նա չհանձնվեց։ Նա գրեց պաշտոնական նամակ Խորհրդային Միության մշակութային նախարարությանը, խնդրելով թույլտվություն Օֆելիայի համար։ Այդ նամակը մտավ բյուրոկրատական մեքենայի մեջ, անհետացավ ամիսներով։ Երբ վերջապես եկավ պատասխանը, այն էր ստորագրված մշակութային նախարար Եկատերինա Ֆուրցայի կողմից, այնտեղ գրված էր. Համբարձումյան ընկերուհին ներկայումս զբաղված է կարևոր պետական նախագծերով, չի կարող ազատվել երկարաժամկետ արտասահմանյան պարտավորությունների համար։ Սա էր սուտ։ Օֆելիան այդ ժամանակ երգում էր Բոլշոյում միայն ամսական 2 կամ 3 ներկայացություն, նրա ժամանակացույցը լի էր դատարկ օրերով, բայց իրական պատճառը չէր նշված այդ նամակում։ Իրական պատճառը գտնվում էր մի այլ փաստաթղթում, որը պահվում էր ԿԳԲ-ի արխիվներում, Համբարձումյանը չպետք է թողնել երկարաժամկետ արտասահմանյան ուղղությունների փախուստի ռիսկ բարձր։ Ինչու՞։ Էր համակարգը այդքան վախենում, որ Օֆելիան կարող է չվերադառնալ։ Արդյոք նա երբ է տվել էր նշան, որ ցանկանում է փախչել։ Թե պարզապես նրա տաղանդը այնքան արժեքավոր էր, որ համակարգը չէր կարող ռիսկի ենթարկել նրա կորուստը, նույնիսկ եթե դա նշանակում էր ոչնչացնել նրա միջազգային կարիերան։ 1962 թվականին Օֆելիա Համբարձումյանը դարձավ 35 տարեկան, նրա կյանքը վերածվել էր մի տարօրինակ ռուտինայի, նա երգում էր Բոլշոյում, երբեմն ճանապարհորդում էր Լենինգրադ կամ Կիև, բայց երբեք չէր լքում Խորհրդային Միության սահմանները։ Նրա անունը հայտնի էր ամբողջ ԽՍՀՄ-ում, մարդիկ գնում էին նրա ձայնագրությունները, երիտասարդ երգչուհիներ փորձում էին նմանակել նրա ոճին, պաշտոնական պրոպագանդան ներկայացնում էր նրան որպես սովետական մշակույթի ծաղիկ։ Բայց Օֆելիան ինքը զգում էր, որ նա չի ծաղկում, այլ թառամում է, յուրաքանչյուր մերժված հրավերով, յուրաքանչյուր կորցրած հնարավորությամբ նա զգում էր, թե ինչպես է նրա ներսում մարում մի մասը, որը երազել էր տեսնել աշխարհը, երգել այն բեմերում, որոնց մասին նա կարդացել էր գրքերում։ Նրա բնակարանը Մոսկվայում դարձել էր ոսկե վանդակ, գեղեցիկ, հարմարավետ, բայց փակ, նա գիտեր, որ դռները բացվում են միայն այն ուղղությամբ, որը թույլատրում է համակարգը։ Այդ տարի նա ծանոթացավ մի մարդու, ով կփոխեր նրա կյանքը ավելի շատ, քան ցանկացած օպերային դեր։ Նրա անունը Դավիթ Մելքոնյան էր, 41 տարեկան ճարտարապետ, ով եկել էր Երանից Մոսկվա, աշխատելու մի նոր թատրոնի նախագծի վրա։ Նրանք հանդիպեցին մի ընդունելության ժամանակ հայկական դեսպանատանը, Դավիթը անմիջապես գրավեց Օֆելիային ոչ թե իր արտաքինով, այլ իր ազատ խոսքով, նա խոսում էր բաներ, որոնք մարդիկ սովորաբար շուկով էին ասում փակ դռների ետում։ Նա քննադատում էր սովետական ճարտարապետության միօրինակությունը, նա երազում էր կառուցել շենքեր, որոնք կլինեին ոչ միայն ֆունկցիոնալ, այլ գեղեցիկ, որոնք կունենային հոգի։ Օֆելիան, ով տարիներ շարունակ ապրել էր զգույշ լինելու մեջ, զգաց, որ այս մարդու հետ նա կարող է խոսել ազատ, նրանք սկսեցին հանդիպել, առաջին անգամ սրճարաններում, ապա Օֆելիայի բնակարանում, որտեղ նրանք խոսում էին ժամերով, արվեստի, կյանքի, երազանքների մասին, որոնք երբեք չեն իրականանա։ Դավիթը առաջին մարդն էր, ով բացեիբաց ասաց Օֆելիային, քեզ գողացել են։ Քո տաղանդը պետք է լիներ աշխարհում, բայց նրանք քեզ պահում են այստեղ, որովհետև վախենում են, որ դու կհասկանաս, թե որքան ազատ կարող էիր լինել։ Այդ խոսքերը Օֆելիային ցավեցրին, բայց միաժամանակ նա ազատեցրին, վերջապես ինչ-որ մեկը ասում էր բարձրաձայն այն, ինչ նա մտածում էր տարիներ շարունակ, բայց վախենում էր արտահայտել։ Նրանք սիրահարվեցին ոչ թե այն կրքոտ երիտասարդական սիրով, որը բորբոքվում մարում է արագ, այլ խոր, հանգիստ սիրով, որը ծնվում է երկու մարդկանց մեջ, ովքեր հասկանում են միմյանց ցավը։ 1963 թվականի գարնանը նրանք ամուսնացան փոքրիկ արարողությամբ Երանում, որտեղ ներկա էին միայն նրանց ընտանիքները, մի քանի մտերիմ ընկերներ։ Օֆելիան առաջին անգամ իր կյանքում զգաց, որ նա ունի ինչ-որ մեկին, ով պատկանում է միայն նրան, ով չի դատում նրան, ով չի փորձում օգտագործել նրա տաղանդը իր նպատակների համար։ Բայց նույնիսկ այդ երջանկությունը չէր կարող մնալ անխափան խորհրդային համակարգում։ 2 ամիս անց ամուսնությունից Դավիթը ստացավ հրավեր աշխատելու Փարիզում, ֆրանսիական ճարտարապետական ֆիրմա ուզում էր նրան իր թիմում մի նոր թանգարանի նախագծի համար։ Դա էր անհավատալի հնարավորություն, Դավիթը կարող էր տեսնել Եվրոպան, սովորել արմատյան ճարտարապետներից, ամենակարևորը, նա Օֆելիան կարող էին միասին լինել արտասահմանում, որտեղ գուցե նրանք կգտնեին ճանապարհ դեպի այն ազատությունը, որի մասին երազում էին։ Բայց երբ Դավիթը ներկայացրեց իր դիմումը արտասահմանյան ուղղության համար, նրանք կանչեցին ԿԳԲ, ասացին, ձեր կինը գտնվում է հատուկ ցանկում։
Եթե դուք գնաք Փարիզ, նա չի կարող ուղեկցել ձեզ։ Եվ եթե դուք չվերադառնաք, նրա ճակատագիրը կլինի շատ դժվար։ Դավիթը հասկացավ, որ նա ընտրության առջ է, կամ իր կարիերան, կամ իր կինը, նա ընտրեց Օֆելիային։ Նա մերժեց Փարիզի առաջարկը, երբ Օֆելիան իմացավ այդ մասին, նա լաց եղավ ամբողջ գիշեր, ոչ թե երախտագիտությունից, այլ մեղքի զգացումից, որ նրա գոյությունը ոչնչացնում էր նրա սիրելի մարդու ապագան։ Այդ գիշեր նրանք նստեցին իրենց խոհանոցում, Դավիթը բռնեց Օֆելիայի ձեռքերը, ասաց. «Մենք պետք է գտնենք ճանապարհ դուրս։ Ես չեմ կարող նայել, թե ինչպես են քեզ սպանում յուրաքանչյուր օր։ Մենք պետք է փախչենք»։ Օֆելիան նայեց նրան, ասաց. «Բայց ինչպես։ Նրանք հետում են ինձ ամենուր։ Եվ եթե մենք փախչենք, մեր ընտանիքները կտուժեն»։ Դավիթը լռեց, քանի որ նա գիտեր, որ Օֆելիան ճիշտ է, խորհրդային համակարգում փախուստը նշանակում էր ոչ միայն քո սեփական կյանքը ռիսկի ենթարկել, այլ դատապարտել քո սիրելիներին տառապանքների։ Բայց այդ գիշերից սկսած նրանց երկուսի մտքում ծնվեց մի միտք, որը աճում էր յուրաքանչյուր օր, միտքը փախուստի մասին, որը միաժամանակ էր նա միակ հույսը, ամենամեծ վախը։ Արդյոք ԿԳԲ-ն գիտեր, որ Օֆելիան Դավիթը սկսել էին մտածել փախուստի մասին։ Արդյոք նրանց բնակարանը գաղտնի լսարկվում էր, ինչպես դա սովորական էր այդ ժամանակներում։ Եվ եթե համակարգը գիտեր նրանց մտքերը, ապա ինչու՞ չէր ձերբակալում նրանց անմիջապես, արդյոք սպասում էր, որ նրանք կանեն առաջին քայլը, որպեսզի ունենա ավելի ծանր մեղադրանք։ 1965 թվականին Օֆելիա Համբարձումյանին վերջապես թույլատրվեց մի կարճ արտասահմանյան ուղղորություն, 2 շաբաթ Բուդապեշտում, որտեղ նա պետք է երգեր Հունգարական պետական օպերայում։ Սա էր առաջին անգամը 10 տարվա ընթացքում, երբ նրան թույլ էին տալիս լքել Խորհրդային Միությունը, Օֆելիան զգում էր միաժամանակ ուրախություն, վախ։ Բուդապեշտը թե մաս էր Արելյան բլոկի, դեռ էր ավելի ազատ, քան Մոսկվան, այնտեղ մարդիկ կարող էին կարդալ արմատյան թերթեր, լսել ջազ, փողոցներում զգացվում էր մի տեսակ թեթ շունչ, որը Օֆելիան չէր զգացել տարիներ շարունակ։ Բայց նրա հետ ուղարկվեց նա ուղեկից Աննա Կուզնեցովա անունով կին, ով պաշտոնապես ներկայացվեց որպես մշակութային կոորդինատոր, բայց ում իսկական դերը բոլորը հասկանում էին, նա էր ԿԳԲ-ի աշխատակից, ով պետք է հետեր Օֆելիայի յուրաքանչյուր քայլին, յուրաքանչյուր զրույցին, յուրաքանչյուր հանդիպմանը։ Բուդապեշտում Օֆելիան երգեց Թոսկայի դերը, հունգարական հանդիսատեսը, ով հայտնի էր իր պահանջկոտությամբ, ոտքի ելավ նրա կատարումից հետո ծափահարեց 10 րոպե անընդմեջ։ Ներկայացությունից հետո նրան հրավիրեցին ընդունելության, որտեղ ներկա էին Բուդապեշտի մշակութային էլիտան, արմատյան դեսպանատների ներկայացուցիչներ, նույնիսկ մի քանի արմատյան օպերայի տնօրեններ, ովքեր պատահականորեն այնտեղ էին։ Նրանցից մեկը, Ռոբերտ Վիլսոն, Լոնդոնի Քովենթ Գարդեն օպերայի գործադիր տնօրեն, մոտեցավ Օֆելիային, ասաց. «Միսս Համբարձումյան, ձեր ձայնը անհավատալի է։ Մենք կցանկանայինք հրավիրել ձեզ Լոնդոն հաջորդ սեզոնի համար։ Մենք կարող ենք առաջարկել ձեզ 6 ներկայացություն վարձատրություն, որը կլինի 10 անգամ ավելի, քան այն, ինչ դուք ստանում եք այստեղ»։ Օֆելիան զգաց, թե ինչպես է նրա սիրտը սկսում ավելի արագ զարկել, բայց նա զգաց Աննա Կուզնեցովայի հայացքը իր վրա, սառը, հաշվարկված, զգուշացնող։ Օֆելիան ժպտաց, ասաց. «Պարոն Վիլսոն, ես շատ եմ շնորհակալ ձեր առաջարկի համար, բայց ես պետք է քննարկեմ դա իմ կառավարության հետ»։ Վիլսոնը տվեց նրան իր այցեքարտը, ասաց. «Խնդրում եմ, կապվեք ինձ հետ, երբ որոշեք։ Մենք իսկապես ցանկանում ենք աշխատել ձեզ հետ»։ Այդ գիշեր, երբ Օֆելիան վերադարձավ իր հյուրանոցի սենյակը, Աննա Կուզնեցովան մտավ առանց թաքելու, ասաց. «Համբարձումյան ընկերուհի, ես հույս ունեմ, որ դուք չեք մտածում լուրջ վերցնել այդ առաջարկը։ Դուք գիտեք, որ այդպիսի որոշումները չեն կայացվում անհատական նախաձեռնությամբ»։ Օֆելիան նայեց նրան, առաջին անգամ իր կյանքում զգաց ոչ թե վախ, այլ զայրույթ այն համակարգի վրա, որը վերածել էր նրան մարիոնետի, որի թելերը քաշում էին անծանոթ մարդիկ անծանոթ գրասենյակներից։ Այդ գիշեր Օֆելիան չքնեց։ Նա նստեց պատուհանի մոտ, նայեց Բուդապեշտի լույսերին, առաջին անգամ լուրջ մտածեց փախուստի մասին։ Նա գիտեր, որ եթե փախչի, նա երբեք չի տեսնի իր ծնողներին, իր եղբորը, իր հայրենիքը։ Նա գիտեր, որ նրա անունը կդառնա անիծված Խորհրդային Միությունում, որ նրա ընտանիքը կկրի հետանքները։ Բայց նա գիտեր, որ եթե չփախչի, նա կմնա այս ոսկե վանդակում, մինչ իր ձայնը կմարի, մինչ նրա հոգին կջարդվի, մինչ նա կդառնա պարզապես մի ուրվական, ում ցույց են տալիս արտասահմանյան հյուրերին որպես սովետական մշակույթի ձեռքբերում։ Նա վերցրեց Ռոբերտ Վիլսոնի այցեքարտը, որը թաքցրել էր իր պայուսակի ամենախորը, պահեց այն իր ձեռքում, ինչպես թե դա փրկության վերջին հույսը լիներ։
Բայց հաջորդ առավոտ, երբ նրանք պետք է վերադառնային Մոսկվա, Աննա Կուզնեցովան ասաց Օֆելիային. «Ձեր ամուսինը հիվանդացել է։ Նա հիվանդանոցում է Մոսկվայում։ Մենք պետք է անմիջապես վերադառնանք»։ Օֆելիան զգաց սառը ալիք, որը անցավ նրա մարմնով. Դավիթը երբեք չէր հիվանդանում, նա էր ամենաառողջ մարդը, ում նա ճանաչում էր։ Նա հասկացավ, որ սա ազդանշան էր, համակարգը ցույց էր տալիս, որ նա կարող է հասնել նրա սիրելիներին ցանկացած պահի, որ եթե նա մտածում է փախչելու մասին, ապա գինը կլինի ավելի բարձր, քան նա կարող է պատկերացնել։ Ինչպես էր հնարավոր, որ ԿԳԲ-ն իմանար Օֆելիայի մտքերը այդքան արագ։ Արդյոք նրա սենյակը լսարկվում էր, թե՞ Աննա Կուզնեցովան պարզապես կարդում էր նրա դեմքը։ Եվ ամենակարևորը, արդյոք Դավիթը իսկապես հիվանդ էր, թե՞ Սա էր մի ուրիշ տեսակի ազդանշան, ավելի մութ, ավելի սպառնալից, որը ասում էր. մենք կարող ենք վերցնել ամեն ինչ, ինչ դու սիրում ես, եթե դու չհնազանդվես։ Երբ Օֆելիան վերադարձավ Մոսկվա, շտապեց դեպի հիվանդանոց, որտեղ ենթադրաբար պառկած էր Դավիթը, նրան դիմավորեց ոչ թե բժիշկ, այլ երկու տղամարդ մութ կոստյումներով, ովքեր առանց ներկայանալու ասացին. «Ձեր ամուսինը տանը է։ Նա լավ է։ Բայց մենք պետք է խոսենք ձեզ հետ»։ Նրանք տարան Օֆելիային մի փոքրիկ սենյակ հիվանդանոցի ստորգետնյա հարկում, որտեղ պատերը ծածկված էին կավճապատ սալիկներով, որտեղ միակ կահույքը մի սեղան էր երկու աթոռով։ Մեծ տղամարդը, ում դեմքը կարծես փորագրված էր քարից, դրեց սեղանին մի թղթապանակ, բացեց այն, ներսում էին լուսանկարներ Օֆելիայի Ռոբերտ Վիլսոնի զրույցից Բուդապեշտում, նրա ձեռքում Վիլսոնի այցեքարտը, նույնիսկ մի լուսանկար, որտեղ նա նստած էր հյուրանոցի սենյակում, նայում էր այդ այցեքարտին։ Տղամարդը ասաց հանգիստ, գրեթե քնքուշ ձայնով. «Համբարձումյան ընկերուհի, մենք հասկանում ենք, որ արմատյան առաջարկները գրավիչ են։ Բայց դուք պետք է հասկանաք, որ ձեր ընտանիքի անվտանգությունը կախված է ձեր ճիշտ ընտրություններից։ Ձեր հայրը, Արտեմ Արտեմովիչը, վերջերս ստացել է նոր պաշտոն կոնսերվատորիայում։ Շատ լավ պաշտոն։ Կլինի ափսոս, եթե նա այն կորցնի անհասկանալի պատճառներով»։ Օֆելիան նստած էր այդ սառը սենյակում, զգում էր, թե ինչպես է յուրաքանչյուր բառ մտնում նրա մարմնի մեջ, ինչպես սառույցի ասեղ, նա հասկացավ, որ սա այլևս չէր պարզապես զգուշացում, սա էր բացահայտ սպառնալիք, որը ներկայացվում էր քաղաքավարի ձով, բայց որի իրական իմաստը էր բացարձակ հստակ։ Համակարգը ցույց էր տալիս իր իսկական դեմքը, ոչ թե այն բարեհաճ հովանավորի դեմքը, որը խոստանում էր օգնել նրա կարիերային, այլ այն անողոք մեքենայի դեմքը, որը տիրապետում էր յուրաքանչյուր մարդու ճակատագրին, որը պատրաստ էր ջարդել ցանկացածին, ով համարձակվեր դիմադրել։ Երկրորդ տղամարդը, ով մինչ այդ լռում էր, հանեց մի ուրիշ փաստաթուղթ, ասաց. «Մենք նա գիտենք, որ ձեր ամուսինը վերջերս հետաքրքրվել է արտագաղթի հնարավորություններով։ Նա զրուցել է մի քանի մարդկանց հետ, ովքեր ունեն կապեր արտասահմանյան ճարտարապետական ֆիրմաների հետ։ Մենք խորհուրդ կտայինք, որ այդպիսի զրույցները դադարեցվեն։ Անմիջապես»։ Օֆելիան զգաց, թե ինչպես է նրա շնչառությունը դառնում ծանր, նրանք գիտեին ամեն ինչ, յուրաքանչյուր զրույց, յուրաքանչյուր մտածված բառ, նա հասկացավ, որ նրանց կյանքը վերածվել էր ապակետան, որտեղ անտեսանելի աչքեր հետում էին յուրաքանչյուր շարժմանը։ Երբ Օֆելիան վերջապես թույլ տրվեց հեռանալ, նա վազեց տուն, գտավ Դավիթին նստած խոհանոցում, գլուխը բռնած ձեռքերի մեջ։ Երբ նա տեսավ Օֆելիային, նա ոտքի ելավ, գրկեց նրան այնպես ամուր, ինչպես թե վախենար, որ նա կանհետանա, եթե արձակի։ Նրանք երկուսն էլ լացում էին, ոչ թե բարձրաձայն, այլ լուռ, խորը արտասուքներով, որոնք գալիս էին հոգու ամենախորից, երբ նրանք վերջապես կարողացան խոսել, Դավիթը ասաց. «Նրանք եկան ինձ մոտ աշխատանքի վայր։ Ասացին, որ եթե ես շարունակեմ անպատասխանատու զրույցներ, ապա ինձ կհեռացնեն աշխատանքից, կարգելեն աշխատել որպես ճարտարապետ ամբողջ Խորհրդային Միությունում։ Օֆելիա, մենք ծուղակի մեջ ենք։ Մենք չենք կարող շարժվել ոչ ձախ, ոչ աջ, առանց որ նրանք իմանան»։ Օֆելիան նստեց հատակին, թիկունքը հենած պատին, առաջին անգամ իր կյանքում զգաց ամբողջական անկարողություն, նա, ով կարողանում էր հիացնել հազարավոր մարդկանց իր ձայնով, ով կարողանում էր ստեղծել գեղեցկություն հուզմունք բեմում, հիմա չէր կարող պաշտպանել իր սեփական ընտանիքը, իր սեփական ապագան։ Այդ գիշերից սկսած Օֆելիայի Դավիթի կյանքը փոխվեց, նրանք դարձան ավելի զգույշ, ավելի փակ, նրանք դադարեցին խոսել իրենց իսկական մտքերը նույնիսկ իրենց բնակարանում, քանի որ գիտեին, որ պատերն ունեն ականջներ։ Երբ նրանք ուզում էին քննարկել ինչ-որ կարևոր բան, նրանք գնում էին զբոսանքի գորգու պուրակ, որտեղ աղմուկը մարդկանց բազմությունը թույլ էին տալիս խոսել ավելի ազատ, թե նույնիսկ այնտեղ նրանք զգում էին, որ հնարավոր է ինչ-որ մեկը հետում է նրանց։
Օֆելիան շարունակեց երգել Բոլշոյում, բայց նրա կատարումները դարձան ավելի մեխանիկական, ավելի պակաս հուզական, ինչպես թե նրա ներսում ինչ-որ բան մարել էր, թե նրա ձայնը դեռ էր գեղեցիկ, այն այլևս չուներ այն կախարդանքը, որը մի ժամանակ ստիպում էր մարդկանց լալ։ Հանդիսատեսները նկատում էին այդ փոփոխությունը, բայց նրանք չէին հասկանում պատճառը, նրանք չէին տեսնում այն անտեսանելի շղթաները, որոնք ամեն օր ավելի ամուր էին սեղմում Օֆելիայի հոգին։ Արդյոք կար ինչ-որ ճանապարհ դուրս այս անելանելի իրավիճակից, թե Օֆելիան դատապարտված էր ապրել այս կիսակյանքում մինչ վերջ։ Արդյոք նա երբեք երգեր այն բեմերում, որոնց մասին երազել էր, թե նրա տաղանդը կմնար հավերժ փակ երկաթե վարագույրի ետում, որտեղ նա կդառնար միայն մի լեգենդ, որի մասին արմատյան երաժշտասերները կկարդային գրքերում, բայց երբեք չէին լսի ուղիղ։ 1969 թվականի աշնանը Օֆելիա Համբարձումյանը սկսեց նկատել, որ նրա ձայնը փոխվում է, ոչ թե բնականոն ծերացման պատճառով, քանի որ նա դեռ միայն 42 տարեկան էր պետք է լիներ իր ձայնային ուժի գագաթնակետում, այլ ինչ-որ այլ պատճառով, որը նա չէր կարող հասկանալ։ Բարձր նոտաները, որոնք մի ժամանակ հասնում էին առանց ջանքի, հիմա պահանջում էին ավելի շատ ուժ, երբեմն, կատարման ժամանակ, նրա ձայնը սկսում էր դողալ այնպես, ինչպես երբեք չէր եղել նախկինում։ Նա գնաց բժշկի մոտ, ով զննեց նրա ձայնային լարերը, ասաց. «Ֆիզիկապես ամեն ինչ կարգին է։ Բայց ձեր ձայնը արտացոլում է ձեր հոգեվիճակը։ Դուք ապրում եք մշտական լարվածության մեջ, դա ազդում է ձեր կատարման վրա»։ Օֆելիան գիտեր, որ բժիշկը ճիշտ է, նա ապրում էր անընդհատ վախի մեջ, վախի, որ ամեն օր ինչ-որ նոր սպառնալիք կգա, որ համակարգը կգտնի նոր ճանապարհ նրան հիշեցնելու, թե ով է իրականում տիրապետում նրա կյանքին։ Բայց ամենավատ հարվածը եկավ 1970 թվականի ձմռանը, երբ Օֆելիայի հայրը Արտեմ Համբարձումյանը հանկարծակի հեռացվեց իր պաշտոնից Երանի կոնսերվատորիայում։ Պաշտոնական պատճառը նշվեց որպես առողջական խնդիրներ, բայց երբ Օֆելիան զանգահարեց Երան, խոսեց իր մոր հետ, Սիրանույշը լացելով ասաց. «Նրանք ասացին, որ քո հայրը չի համապատասխանում իդեոլոգիական պահանջներին։ Նրանք ասացին, որ նա ազդում է ուսանողների վրա սխալ ուղղությամբ»։ Օֆելիա, ի՞նչ է պատահել։ Ինչու են նրանք դա անում մեզ հետ։ Օֆելիան չկարողացավ պատասխանել, քանի որ նա գիտեր իրական պատճառը, սա էր նոր ազդանշան, նոր հիշեցում, որ համակարգը կարող է հասնել նրա ընտանիքին ցանկացած պահի, որ նրա յուրաքանչյուր սխալ քայլը կունենա հետանքներ ոչ միայն նրա համար, այլ նրա սիրելիների համար։ Այդ գիշեր Օֆելիան նստեց Դավիթի հետ իրենց խոհանոցում, նրանք երկուսն էլ հասկացան, որ նրանք հասել են մի կետի, որտեղից հետ դառնալ անհնար է, բայց առաջ շարժվելը նույնպես թվում էր անհնար։ Դավիթը ասաց. «Մենք չենք կարող այսպես շարունակել։ Նրանք ոչնչացնում են մեզ կամաց, մի կտոր առ մի կտոր։ Եթե մենք չանենք ինչ-որ բան հիմա, մենք կկորցնենք ամեն ինչ՝ քո ձայնը, իմ աշխատանքը, մեր ընտանիքների անվտանգությունը»։ Օֆելիան նայեց նրան, ասաց. «Բայց ինչ մենք կարող ենք անել։ Մենք չենք կարող փախչել, նրանք հետում են մեզ ամենուր։ Մենք չենք կարող բողոքել, ով է լսելու մեզ։ Մենք ծուղակի մեջ ենք, Դավիթ, ես չեմ տեսնում ելք»։ Դավիթը լռեց երկար, ապա ասաց. «Կա մի ճանապարհ։ Շատ վտանգավոր, բայց կա։ Մենք պետք է գտնենք մարդկանց, ովքեր կարող են օգնել մեզ անհետանալ։ Ոչ թե պաշտոնական փախուստ, այլ անհետացում, այնպես, որ նրանք չկարողանան գտնել մեզ, մինչ մենք արդեն անվտանգ տեղում լինենք»։ Օֆելիան զգաց սառը ալիք, որը անցավ նրա մարմնով, Դավիթը խոսում էր ոչ թե պարզապես փախուստի, այլ ինչ-որ բանի, որը նման էր լրտեսական վեպերի սցենարների, ինչ-որ բանի, որը եթե ձախողվեր, կարող էր նշանակել ոչ միայն նրանց երկուսի, այլ նրանց ամբողջ ընտանիքների ոչնչացում։ Բայց նա հասկացավ, որ Դավիթը ճիշտ է, եթե նրանք շարունակեն այսպես ապրել, նրանք կմարեն ոչ թե մի պահի, այլ կամաց, օր-օրի, մինչ նրանցից ոչինչ չմնա, բացի դատարկ թաղանթներից, որոնք շարժվում են, խոսում են, բայց այլս չունեն հոգի։ Նա ասաց. «Եթե մենք դա անենք, մենք պետք է լինենք պատրաստ կորցնել ամեն ինչ։ Մենք երբեք չենք տեսնի մեր ծնողներին, մեր ընկերներին, մեր հայրենիքը։ Մենք կդառնանք օտարներ, որոնք ապրում են օտար երկրներում, մենք երբեք չենք կարող վերադառնալ»։ Դավիթը բռնեց նրա ձեռքերը, ասաց. «Բայց մենք կլինենք ազատ։ Եվ դու կերկես այնտեղ, որտեղ քո ձայնը կարժորվի ոչ թե որպես պետական սեփականություն, այլ որպես արվեստ»։ Հաջորդ ամիսները Դավիթը սկսեց զգուշորեն հետազոտել հնարավորությունները, նա խոսեց մարդկանց հետ, ովքեր ունեին կապեր արտասահմանյան կազմակերպությունների հետ, նա փորձեց գտնել ճանապարհներ, որոնք կարող էին օգնել նրանց անհետանալ առանց հետք թողնելու։
Բայց յուրաքանչյուր զրույց էր ռիսկ, յուրաքանչյուր հարց կարող էր հասնել սխալ ականջների։ Դավիթը գիտեր, որ նա քայլում է շատ բարակ սառույցի վրա, որը ցանկացած պահի կարող էր ճաքել։ Օֆելիան շարունակում էր երգել Բոլշոյում, բայց հիմա յուրաքանչյուր ներկայացություն էր տանջանք, նա ստիպված էր ժպտալ, երբ ներսում լացում էր, ստիպված էր երգել սիրո երջանկության մասին, երբ իր սեփական կյանքը լի էր վախով, անհուսությամբ։ Հանդիսատեսները տեսնում էին միայն գեղեցիկ կինը գեղեցիկ զգեստով, ով երգում էր գեղեցիկ արյաներ, բայց նրանք չէին տեսնում այն ներքին պատերազմը, որը ընթանում էր նրա հոգում յուրաքանչյուր վայրկյան։ 1971 թվականի գարնանը Դավիթը վերջապես գտավ մի մարդու, ով խոստացավ օգնել նրանց։ Նրա անունը Միխայիլ էր, նախկին դիվանագետ, ով հիասթափվել էր խորհրդային համակարգում, հիմա գաղտնի օգնում էր մարդկանց փախչել արմուտք։ Միխայիլը հանդիպեց Դավիթի հետ մի մութ սրճարանում Մոսկվայի ծայրամասում, ասաց. «Ես կարող եմ օգնել ձեզ, բայց դուք պետք է հասկանաք, սա կլինի շատ վտանգավոր։ Եթե մենք բռնվենք, ես կգնամ բանտ 15 տարի, իսկ դուք, հավանաբար, ավելի շատ։ Եվ ձեր ընտանիքները կկրեն հետանքները։ Դուք պատրաստ եք այդ ռիսկին»։ Դավիթը նայեց նրան, ասաց. «Մենք այլս չունենք ընտրություն։ Եթե մենք մնանք այստեղ, մենք կմեռնենք կամաց-կամաց։ Գուցե ավելի լավ է մեռնել փորձելով ազատվել, քան մեռնել ապրելով որպես գերի»։ Միխայիլը ժպտաց դառնորեն, ասաց. «Լավ։ Ապա մենք սկսում ենք պլանավորել։ Բայց դուք պետք է լինեք պատրաստ հեռանալ շատ արագ, երբ ես ասեմ։ Հնարավոր է, ձեզ տրվի միայն մի քանի ժամ նախազգուշացում»։ Արդյոք Միխայիլը իսկապես էր այն, ինչ ասում էր, թե՞ նա էր ԿԳԲ-ի ծուղակ, որը նախատեսված էր բռնելու հենց այն մարդկանց, ովքեր փորձում էին փախչել։ Արդյոք Օֆելիան Դավիթը քայլում էին դեպի իրենց փրկություն, թե՞ դեպի իրենց վերջնական ոչնչացում։ Եվ ամենակարևորը, եթե նրանք իսկապես որոշեին փախչել, արդյոք նրանք կարող էին թողնել իրենց ծնողներին, գիտակցելով, որ այդ որոշումը կարող էր ոչնչացնել նրանց կյանքերը։ 1972 թվականի ամռանը Օֆելիա Համբարձումյանը ստացավ հրավեր կատարելու Լենինգրադի Մարիինսկի թատրոնում, հատուկ ներկայացություն արտասահմանյան դիվանագետների համար, ովքեր այցելում էին Խորհրդային Միություն։ Սա էր մի կարևոր իրադարձություն, մշակութային նախարարությունը ուզում էր ցույց տալ լավագույն արտիստներին։ Օֆելիան պատրաստվեց այդ ներկայացությանը ավելի ուշադիր, քան երբևէ, ոչ թե որովհետև ուզում էր տպավորել դիվանագետներին, այլ որովհետև Միխայիլը ասել էր նրան, որ այս կարող է լինել նրանց հնարավորությունը։ Լենինգրադը ավելի մոտ էր սահմանին, քան Մոսկվան, Միխայիլը ուներ կապեր այնտեղ, որոնք կարող էին օգնել նրանց անցնել Ֆինլանդիա, եթե ամեն ինչ ընթանար ըստ պլանի։ Բայց պլանը էր բարդ լի վտանգներով, Օֆելիան պետք է կատարեր ներկայացությունը, ապա գիշերը, երբ բոլորը կմտածեին, որ նա հանգստանում է հյուրանոցում, նա պետք է հանդիպեր Դավիթի Միխայիլի հետ, նրանք պետք է փորձեին հասնել սահմանին մինչ առավոտը, երբ նրանց բացակայությունը կնկատվեր։ Ներկայացության օրը Օֆելիան զգում էր, թե ինչպես է նրա սիրտը զարկում այնքան բարձր, որ թվում էր, բոլորը կարող են լսել։ Նա կատարեց Վիոլետայի դերը Լա Տրավիատա օպերայում, երբ նա երգում էր վերջին արյան հրաժեշտ կյանքին, նրա ձայնը լցվեց այնպիսի ցավով, միաժամանակ այնպիսի հույսով, որ ամբողջ դահլիճը սառեց։ Մարդիկ չէին հասկանում, որ Օֆելիան երգում էր ոչ թե Վիոլետայի, այլ իր սեփական հրաժեշտը, հրաժեշտ այն կյանքին, որը նա ապրել էր վերջին 15 տարիները, հրաժեշտ այն երկրին, որը միաժամանակ էր նրա հայրենիքը, նրա բանտը։ Երբ ներկայացությունը ավարտվեց, ծափերը պայթեցին, Օֆելիան ընդունեց ծաղիկները, ժպտաց հանդիսատեսին, բայց նրա մտքերը արդեն էին այն գիշերում, որը սպասում էր նրան։ Գիշերը, ժամը 2-ին, Օֆելիան լքեց հյուրանոցը հետի դռնով, որտեղ Միխայիլը սպասում էր նրան մի հին մեքենայով։ Դավիթը արդեն նստած էր հետի նստատեղում, երբ Օֆելիան մտավ, նա գրկեց նրան այնպես ամուր, որ Օֆելիան զգաց, եթե նրանք բռնվեն, գոնե նրանք կլինեն միասին։ Միխայիլը սկսեց վարել դեպի հյուսիս, դեպի Ֆինլանդիայի սահմանը, որը գտնվում էր 200 կիլոմետր հեռավորության վրա։ Նրանք վարում էին լուռ, միայն մեքենայի շարժիչի ձայնը լցնում էր լռությունը, Օֆելիան նայում էր պատուհանից դուրս, տեսնելով, թե ինչպես են անցնում խորհրդային գյուղերը, անտառները, դաշտերը, նա մտածում էր, թե արդյոք սա վերջին անգամն է, երբ նա տեսնում է այս երկիրը։ Երբ նրանք հասան սահմանային գոտուն, Միխայիլը դանդաղեցրեց մեքենան, ասաց. «Հիմա ամենավտանգավոր մասն է։ Մենք պետք է անցնենք անտառով, որտեղ պահակները պարեկում են ամեն 30 րոպեն մեկ։ Մենք ունենք միայն 20 րոպե հասնելու մյուս կողմը»։ Նրանք դուրս եկան մեքենայից, սկսեցին քայլել անտառով, Միխայիլը առաջ, Օֆելիան Դավիթը հետից։
Գիշերը էր մութ, միայն լուսինը տալիս էր մի փոքր լույս, յուրաքանչյուր ճյուղի կոտրվելու ձայնը թվում էր այնքան բարձր, որ Օֆելիան վախենում էր, պահակները կկարողանան լսել նրանց։ Նրանք քայլեցին 15 րոպե, Օֆելիան արդեն սկսում էր հավատալ, որ նրանք կկարողանան անցնել, երբ հանկարծ լսվեց ձայն կանգ։ Ո՞վ է այնտեղ։ Միխայիլը շրջվեց ասաց շշուկով, վազեք։ Հիմա։ Օֆելիան Դավիթը սկսեցին վազել, նրանց սրտերը զարկում էին այնքան բարձր, որ թվում էր կպայթեն, նրանք լսում էին հետից ձայներ, աղաղակներ, ապա կրակոցներ։ Օֆելիան զգաց, թե ինչպես է Դավիթը քաշում նրան առաջ, նրանք վազեցին, մինչ հանկարծ տեսան լույսեր, ֆինական սահմանապահների լույսերը, Միխայիլի ձայնը հետից շարունակեք։ Ես կզբաղեցնեմ նրանց։ Օֆելիան Դավիթը հասան սահմանին, անցան այն, ընկան հողի վրա մյուս կողմում, չնչառությունը կտրված, մարմինները դողացող, բայց ազատ։ Ֆինական սահմանապահները մոտեցան նրանց, օգնեցին նրանց ոտքի ելնել, Օֆելիան նայեց հետ, դեպի այն երկիրը, որը նա հենց նոր թողել էր, նա տեսավ միայն մութը, նա լսեց միայն կրակոցները, որոնք դեռ շարունակվում էին։ Նա երբեք չիմացավ, թե ինչ պատահեց Միխայիլի հետ, արդյոք նա փրկվեց, թե զոհվեց օգնելով նրանց փախչել, բայց նա գիտեր, որ եթե նա փրկվեց, դա էր շնորհիվ այդ մարդու, ով ռիսկի ենթարկեց իր կյանքը օգնելու երկու օտարների, ում նա գրեթե չէր ճանաչում։ Բայց փախուստը չէր վերջը, դա էր միայն սկիզբը մի նոր կյանքի, որը կլիներ լի իր սեփական մարտահրավերներով, ցավերով։ Օֆելիան Դավիթը գիտեին, որ նրանք երբեք չեն կարող վերադառնալ, որ նրանց ընտանիքները հիմա կկրեն հետանքները նրանց որոշման համար, որ նրանք պետք է սկսեն ամեն ինչ նորից, նոր երկրում, նոր լեզվով, նոր կյանքով։ Բայց նրանք նա գիտեին, որ նրանք վերջապես ազատ էին, որ Օֆելիայի ձայնը, որը այնքան տարիներ փակ էր եղել ոսկե վանդակում, հիմա կարող էր թռչել այնքան բարձր, որքան նա ցանկանում էր։ Ինչ գին վճարեցին Օֆելիայի ծնողները նրա փախուստի համար։ Արդյոք Միխայիլը վերապրեց այդ գիշերը, թե նա դարձավ մեկ անանուն զոհ այն համակարգի, որը ոչնչացնում էր բոլորին, ովքեր համարձակվում էին դիմադրել։ Եվ ամենակարևորը, արդյոք Օֆելիան երբեք կկարողանար ներել իրեն այն ցավի համար, որը նա պատճառեց իր սիրելիներին, թե այդ մեղքի զգացումը կհետապնդեր նրան մնացած կյանքի ընթացքում, նույնիսկ երբ նա կերքեր աշխարհի լավագույն բեմերում։ Ֆինլանդիայում անցկացրած առաջին շաբաթները Օֆելիան Դավիթը ապրում էին փախստականների ժամանակավոր ճամբարում, փոքրիկ սենյակ, որտեղ միայն երկու մահճակալ էին մի փոքրիկ սեղան։ Յուրաքանչյուր գիշեր Օֆելիան արթնանում էր սառը քրտինքով, երազում էր, որ խորհրդային սահմանապահները գտել են նրանց տանում են հետ, միայն երբ նա զգում էր Դավիթի ձեռքը իր ուսին, նա հասկանում էր, որ դա միայն ահազանգ էր։ Բայց ամենավատ տանջանքը չէր գիշերային ահազանգները, դա էր անհայտությունը։ Նրանք չգիտեին, թե ինչ էր պատահել նրանց ընտանիքների հետ Երանում Մոսկվայում։ Ֆինական Կարմիր խաչը, որը օգնում էր նրանց, ասաց, որ ցանկացած փորձ կապվել Խորհրդային Միության հետ կարող էր վտանգել ոչ միայն նրանց, այլ նրանց հարազատներին, այդպես Օֆելիան ապրում էր ամեն օր չգիտենալով, արդյոք նրա ծնողները դեռ ազատ են, արդյոք նրանց ձերբակալել են, արդյոք նրանք ատում են նրան այն ցավի համար, որը նա բերել էր նրանց կյանքներում։ 2 ամիս անց Օֆելիային հասավ նամակ միջազգային փախստականների կոմիտեից, նրանց տեղեկացրել էին, որ Արտեմ Համբարձումյանը, Սիրանույշ Համբարձումյանը հեռացվել են իրենց բնակարանից Երանում տեղափոխվել են անհայտ վայր։ Պաշտոնական տեղեկատվությունը ասում էր միայն վերատեղավորվել են պետական անհրաժեշտության համար, բայց Օֆելիան գիտեր, թե ինչ էր դա իրականում նշանակում։ Նրա ծնողներին հավանաբար ուղարկել էին Սիբիր կամ Կազախստան, մի հեռավոր գյուղ, որտեղ նրանք ապրելու էին մեկուսացված, վերահսկվող, պատժված իրենց դստեր դավաճանության համար։ Օֆելիան կարդաց այդ նամակը զգաց, թե ինչպես է ինչ-որ բան կոտրվում նրա ներսում, ոչ թե բարձրաձայն, այլ լուռ, խորը կոտրվածք, որը երբեք ամբողջությամբ չէր բուժվելու։ Նա նստեց հատակին իրենց փոքրիկ սենյակում, լաց եղավ այնպես, ինչպես երբեք չէր լացել, ոչ թե արտասուքներով, որոնք գալիս անցնում են, այլ խորը, անձայն լաց, որը գալիս էր հոգու ամենախորից, որտեղ պահվում էր ամբողջ ցավը, որը նա կուտակել էր տարիներ շարունակ։ Դավիթը փորձեց մխիթարել նրան, բայց ինչպես կարող է իր մխիթարել մարդուն, ով գիտեր, որ իր ազատությունը գնվել է իր ծնողների տառապանքով։ Օֆելիան ասաց այդ գիշեր, գուցե մենք սխալ ենք արել։ Գուցե ավելի լավ էր մնալ տառապել միայն մենք, քան փախչել պատճառել, որ նրանք տառապեն։ Դավիթը բռնեց նրա դեմքը իր ձեռքերում ասաց. Օֆելիա, եթե մենք մնայինք, մենք կմեռնայինք կամաց, մեր ծնողները կտեսնեին, թե ինչպես են իրենց երեխաները ոչնչանում յուրաքանչյուր օր։ Գուցե հիմա նրանք տառապում են, բայց գոնե նրանք գիտեն, որ մենք ազատ ենք, որ մենք ունենք հնարավորություն ապրել այն կյանքը, որի մասին երազում ենք։
Եվ գուցե մի օր, երբ ամեն ինչ փոխվի, մենք կկարողանանք տեսնել նրանց նորից։ Բայց երկուսն էլ գիտեին, որ այդ մի օր կարող էր երբեք չգալ, որ Խորհրդային Միությունը թվում էր անսասան, հավերժական, որ նրանց փախուստը նշանակում էր հավերժական աքսոր։ 1973 թվականի գարնանը Օֆելիային հասավ հրավեր Լոնդոնի Քովենթ Գարդեն օպերայից, այն Ռոբերտ Վիլսոնը, ով հանդիպել էր նրան Բուդապեշտում 10 տարի առաջ, իմացել էր նրա փախուստի մասին, ուզում էր տալ նրան այն հնարավորությունը, որը խորհրդային համակարգը մերժել էր։ Օֆելիան նստեց իր փոքրիկ սենյակում Հելսինկիում, որտեղ նրանք հիմա ապրում էին, կարդաց այդ հրավերը նորից, սիրելի Միսս Համբարձումյան, մենք կցանկանայինք հրավիրել ձեզ կատարելու Թոսկայի դերը մեր հաջորդ սեզոնում։ Մենք հիշում ենք ձեր անհավատալի ձայնը, հավատում ենք, որ դուք կլինեք կատարյալ մեր բեմի համար։ Սա էր այն, ինչի համար նա փախել էր, այն հնարավորությունը երգել ազատ աշխարհում, բայց հիմա, երբ այն վերջապես եկել էր, Օֆելիան զգում էր միայն դատարկություն։ Ինչպես կարող էր նա երգել ուրախության սիրո մասին, երբ նրա սիրտը լի էր մեղքով, ցավով։ Ինչպես կարող էր նա կանգնել բեմում ստեղծել գեղեցկություն, երբ նա գիտեր, որ նրա ծնողները տառապում են ինչ-որ տեղ հեռավոր աքսորում։ Բայց Դավիթը համոզեց նրան ընդունել հրավերը, Օֆելիա, եթե դու չերկես, ապա մեր փախուստը կորցնում է իր իմաստը։ Մենք փախել ենք, որպեսզի դու կարողանաս անել այն, ինչի համար դու ծնվել ես։ Եթե դու հիմա հրաժարվես, ապա խորհրդային համակարգը հաղթել է, նույնիսկ եթե մենք ֆիզիկապես դրանից դուրս ենք։ Եվ այդպես Օֆելիան գնաց Լոնդոն, 1973 թվականի հոկտեմբերի 12-ին նա ելավ Քովենթ Գարդենի բեմ, առաջին անգամ իր կյանքում երգելու ազատ, առանց գաղտնի ծառայությունների հսկողության, առանց վախի, որ յուրաքանչյուր բառը գրանցվում է, վերլուծվում է։ Երբ նա սկսեց երգել Թոսկայի առաջին արիան Vissidar, ես ապրեցի արվեստի համար, նրա ձայնը լցվեց դահլիճը այնպիսի ուժով, հուզմունքով, որը նա երբեք չէր զգացել Բոլշոյում։ Սա էր ոչ թե պարզապես կատարում, սա էր ազատագրում, սա էր բոլոր այն տարիների ցավի, բարկության, հուսահատության վերջապես հույսի արտահայտումը, որոնք նա կուտակել էր իր ներսում։ Լոնդոնյան հանդիսատեսը, որը հայտնի էր իր զսպվածությամբ, ոտքի ելավ նրա կատարումից հետո ծափահարեց 15 րոպե անընդմեջ, երբ Օֆելիան ելավ ընդունելու ծափերը, նա տեսավ, որ մարդիկ լացում են, նա հասկացավ, որ նրանք լացում են ոչ թե միայն Թոսկայի տրագեդիայի համար, այլ նրա սեփական պատմության համար, որը նրանք գուցե չգիտեին մանրամասներով, բայց որը նրանք զգում էին յուրաքանչյուր նոտայում, յուրաքանչյուր բառում։ Այդ գիշերից հետո Օֆելիա Համբարձումյանը դարձավ միջազգային աստղ, նրան հրավիրեցին Փարիզ, Նյու Յորք, Միլան, Վիեննա, բոլոր այն քաղաքները, որոնց մասին նա երազել էր երիտասարդ աղջիկ լինելով Երանում։ Նա վաստակեց այն փողերը, որոնք խորհրդային համակարգը մերժել էր նրանից, նա ստացավ այն ճանաչումը, որին նա արժանի էր, բայց յուրաքանչյուր հաջողության հետ եկավ նա ցավը, որ նրա ծնողները չէին կարող տեսնել նրա հաջողությունը, որ նրանք չէին կարող լսել նրա ձայնը այդ հսկայական բեմերում։ Արդյոք արժեր այդ հաջողությունը այն գինը, որը վճարվեց դրա համար։ Արդյոք Օֆելիան երբեք կկարողանար ներել իրեն, թե այդ մեղքի զգացումը կմնար նրա հետ մինչ վերջ։ Եվ ամենակարևորը, արդյոք նա երբեք կկարողանար տեսնել իր ծնողներին նորից, թե նրանց բաժանումը կլիներ հավերժական։ 1986 թվականին, երբ Միխայիլ Գորբաչովը սկսեց իր բարեփոխումները Խորհրդային Միությունում, Օֆելիա Համբարձումյանը, ով հիմա ապրում էր Լոնդոնում, դարձել էր բրիտանական քաղաքացի, ստացավ նամակ Կարմիր խաչից։ Նամակում գրված էր, որ նրանք գտել են նրա ծնողներին, Արտեմ Սիրանույշ Համբարձումյանները ապրում էին փոքրիկ գյուղում Կազախստանում, որտեղ նրանց ուղարկել էին 1972 թվականին։ Արտեմը աշխատում էր տեղական դպրոցում որպես երաժշտության ուսուցիչ, Սիրանույշը օգնում էր գյուղական գրադարանում, նրանք երկուսն էլ ապրում էին շատ համեստ պայմաններում, բայց նրանք ողջ չէին։ Օֆելիան կարդաց այդ նամակը առաջին անգամ 14 տարվա ընթացքում, զգաց ինչ-որ բան, որը նման էր հույսի։ Նա անմիջապես գրեց նրանց, բայց նամակը վերադարձավ, հասցեատերը մերժել է ընդունել։ Օֆելիան հասկացավ, որ նրա ծնողները, նույնիսկ եթե ուզում էին կապվել նրա հետ, չէին կարող դա անել, քանի որ նրանք դեռ ապրում էին վախի մեջ, վախի, որ ցանկացած կապ իրենց դստեր հետ կարող էր բերել նոր պատիժներ։ Բայց 1989 թվականին, երբ Բերլինի պատը փլավ Խորհրդային Միությունը սկսեց քայքայվել, Օֆելիան որոշեց փորձել նորից։ Նա կապվեց միջազգային Կարմիր խաչի հետ, ով օգնեց կազմակերպել հանդիպում նրա ծնողների հետ Մոսկվայում, չեզոք տարածքում, որտեղ նրանք կարող էին հանդիպել առանց վախի։ 1990 թվականի մարտի 20-ին Օֆելիան թռավ Մոսկվա, առաջին անգամ 18 տարվա ընթացքում վերադառնալով այն քաղաք, որը մի ժամանակ եղել էր նրա տունը, նրա բանտը։
Երբ նա իջավ ինքնաթռից քայլեց Շերեմետո օդանավակայանի միջանցքներով, նա զգաց տարօրինակ զգացում, ամեն ինչ փոխվել էր, բայց միաժամանակ ամեն ինչ մնացել էր նույնը։ Մարդիկ դեռ քայլում էին նույն արագությամբ, խոսում էին նույն լեզվով, բայց օդում կար մի տեսակ լարվածություն, անորոշություն, ինչպես թե բոլորը սպասում էին ինչ-որ բանի, բայց չգիտեին ինչի։ Կարմիր խաչի աշխատակիցը տարավ Օֆելիային մի փոքրիկ հյուրանոց կենտրոնում, որտեղ նրա ծնողները սպասում էին նրան։ Երբ Օֆելիան բացեց դուռը, տեսավ նրանց, Արտեմը Սիրանույշը, ովքեր հիմա էին ավելի քան 70 տարեկան, նրանց մազերը ամբողջովին ճերմակ, նրանց դեմքերը ծածկված կնճիռներով, որոնք պատմում էին տարիների տառապանքի մասին, նա զգաց, թե ինչպես է նրա ոտքերը թուլանում, նա ընկավ ծնկի վրա։ Սիրանույշը վազեց դեպի նրան, գրկեց նրան այնպես ամուր, որ Օֆելիան չէր կարող շնչել, նրանք երեքն էլ լացում էին այն 18 կորցրած տարիների համար, լացում էին այն ցավի համար, որը նրանք կրել էին, լացում էին, բայց նա ուրախանում էին, որ վերջապես նրանք միասին էին։ Արտեմը, ով միշտ եղել էր ուժեղ, լուռ մարդ, ով հազվադեպ էր ցույց տալիս իր զգացմունքները, նստեց Օֆելիայի կողքին, ասաց դողացող ձայնով. «Օֆելիա, մենք երբեք չենք մեղադրել քեզ։ Մենք հասկացանք, թե ինչու դու արեցիր այն, ինչ արեցիր։ Մենք տեսանք, թե ինչպես էին նրանք քեզ սպանում կամաց, մենք գիտեինք, որ եթե դու չփախչեիր, դու կմեռնեիր այնտեղ։ Այո, մենք տառապեցինք։ Մեզ տարան Կազախստան, մեզ վերցրին ամեն ինչ, բայց մենք ողջ մնացինք, մենք ապրեցինք այն հույսով, որ մի օր կտեսնենք քեզ նորից։ Եվ հիմա այդ օրը եկել է»։ Օֆելիան լսում էր այդ խոսքերը, զգում էր, թե ինչպես է մի ծանր բեռ, որը նա կրել էր 18 տարի, կամաց թեթանում, թե նա գիտեր, որ այն երբեք ամբողջովին չէր անհետանալու։ Նրանք անցկացրին 3 օր միասին Մոսկվայում, խոսելով, հիշելով, լացելով, ծիծաղելով, փորձելով լրացնել այն 18 տարիները, որոնք նրանք կորցրել էին։ Օֆելիան պատմեց նրանց իր կարիերայի մասին, իր հաջողությունների մասին, բայց նա իր ցավի մասին, այն մեղքի զգացման մասին, որը նա կրել էր յուրաքանչյուր օր։ Սիրանույշը բռնեց նրա ձեռքերը, ասաց. «Օֆելիա, դու ազատեցիր ոչ միայն քեզ, այլ մեզ։ Այո, մենք տառապեցինք ֆիզիկապես, բայց մենք ազատվեցինք այն տանջանքից, տեսնել, թե ինչպես են քեզ ոչնչացնում։ Եվ երբ մենք լսեցինք ռադիոյով, որ դու երգում ես Լոնդոնում, Փարիզում, Նյու Յորքում, մենք լացեցինք ուրախությունից, քանի որ գիտեինք, որ դու վերջապես ազատ ես, որ դու անում ես այն, ինչի համար դու ծնվել ես»։ Այդ խոսքերը տվեցին Օֆելիային ինչ-որ բան, ինչ նա չէր զգացել տարիներ շարունակ, խաղաղություն, ոչ թե ամբողջական, ոչ թե անվերապահ, բայց խաղաղություն, որը թույլ էր տալիս նրան շնչել ավելի ազատ։ Երբ եկավ ժամանակը հեռանալու, Օֆելիան առաջարկեց իր ծնողներին գալ Լոնդոն, ապրել նրա հետ, բայց Արտեմը ժպտաց, ասաց. «Օֆելիա, մենք շատ ծեր ենք սկսելու նոր կյանք նոր երկրում։ Մեր տեղը այստեղ է, մեր հայրենիքում, նույնիսկ եթե այդ հայրենիքը մեզ վատ վերաբերվեց։ Բայց հիմա, երբ ամեն ինչ փոխվում է, գուցե մենք կկարողանանք վերադառնալ Երան, մեր իսկական տուն։ Եվ դու կգաս այցելելու մեզ, մենք կլսենք քո ձայնը ոչ թե ռադիոյով, այլ ուղիղ մեր սեփական տանը»։ Օֆելիան գիտեր, որ նրա հայրը ճիշտ է, նրանք չէին կարող արմատախիլ լինել այս տարիքում, նա պետք է հարգեր նրանց ընտրությունը, նույնիսկ եթե դա նշանակում էր, որ նրանք կապրեին հեռու միմյանցից։ Ինչ պատահեց Կարեն Սարգսյանի հետ, այն մարդու, ով ստորագրել էր Օֆելիայի վերահսկման հրամանները։ Արդյոք նա պատասխանատվության ենթարկվեց իր գործողությունների համար, երբ Խորհրդային Միությունը փլավ, թե՞ նա շարունակեց ապրել հանգիստ կյանքով, երբեք չզգալով մեղք այն կյանքերի համար, որոնք նա ոչնչացրեց։ Եվ ամենակարևորը, արդյոք Միխայիլը, այն մարդը, ով օգնեց Օֆելիային Դավիթին փախչել, վերապրեց այդ գիշերը սահմանին, թե՞ նա դարձավ S1 անանուն զոհ այն համակարգի, որը սպանում էր իր սեփական քաղաքացիներին։ 1991 թվականի դեկտեմբերի 25-ին, երբ Խորհրդային Միությունը պաշտոնապես դադարեց գոյություն ունենալուց, Օֆելիա Համբարձումյանը նստած էր իր տանը Լոնդոնում, դիտում էր հեռուստացույցով, թե ինչպես է Կրեմլի վրայից իջեցվում խորհրդային դրոշը, բարձրացվում ռուսական եռագույնը։ Նա զգում էր տարօրինակ զգացումների խառնուրդ ուրախություն, որ այն համակարգը, որը ոչնչացրել էր նրա երիտասարդությունը, բաժանել էր նրան իր ընտանիքից, վերջապես փլավ, բայց նա տխրություն, քանի որ այդ փլուզումը եկավ չափազանց ուշ նրա համար, չափազանց ուշ նրա ծնողների համար, չափազանց ուշ բոլոր այն մարդկանց համար, ովքեր տառապեցին այդ 70 տարիների ընթացքում։ Նա մտածեց Միխայիլի մասին, նա հույս ուներ, որ նա որտեղ էլ լիներ, նա տեսնում էր այս պահը, զգում էր, որ նրա զոհողությունը չէր եղել զուր։
1992 թվականի գարնանը Օֆելիային հասավ հրավեր Երանի օպերայի թատրոնից, նրանք ուզում էին, որ նա վերադառնա երգի այնտեղ, որտեղ նրա կարիերան սկսվել էր 40 տարի առաջ։ Օֆելիան ընդունեց հրավերը, 1992 թվականի մայիսի 10-ին նա ելավ Երանի օպերայի բեմ, այն նույն բեմը, որտեղ նա առաջին անգամ երգել էր Ջուլիետայի դերը, երբ նա էր միայն 18 տարեկան։ Դահլիճը լի էր մարդկանց, ոմանք հիշում էին նրան այն ժամանակներից, երբ նա երգում էր այստեղ, ոմանք միայն լսել էին նրա լեգենդի մասին, բայց բոլորը եկել էին տեսնելու այն կինը, ով համարձակվել էր դիմադրել համակարգին, վճարել էր ահռելի գին իր ազատության համար։ Երբ Օֆելիան սկսեց երգել, նրա ձայնը, որը հիմա էր 65 տարեկան, այլևս չուներ այն բարձրությունը ուժը, որը ուներ նրա երիտասարդության մեջ, բայց այն ուներ ինչ-որ այլ բան, խորություն, իմաստություն, ցավ հույս, որոնք գալիս էին կյանքի փորձից։ Երբ նա ավարտեց իր կատարումը, դահլիճում մի քանի վայրկյան լռություն էր, ապա բոլորը միաժամանակ ոտքի ելան, ծափերը, աղաղակները, լացը լցրին ամբողջ տարածությունը։ Մարդիկ չէին ծափահարում միայն նրա ձայնի համար, նրանք ծափահարում էին նրա համարձակության համար, նրա տառապանքի համար, նրա վերադարձի համար։ Օֆելիան կանգնած էր բեմում, արտասուքները հոսում էին նրա դեմքով, նա տեսավ առաջին շարքում իր ծնողներին, Արտեմը Սիրանույշը, ովքեր վերադարձել էին Երան, ովքեր հիմա լացում էին ուրախությունից, տեսնելով իրենց դստերը այնտեղ, որտեղ նրա տեղը միշտ եղել էր, բեմում, երգելով, ազատ։ Այդ երեկոյից հետո Օֆելիան տվեց հարցազրույց հայկական հեռուստատեսությանը, երբ հարցրին նրան, արդյոք դուք զղջում եք ձեր որոշման մասին փախչել, նա մտածեց երկար, ապա ասաց, ես զղջում եմ այն ցավի համար, որը ես պատճառեցի իմ ծնողներին, իմ ընտանիքին։ Ես զղջում եմ, որ ես չկարողացա տեսնել նրանց 18 տարի։ Բայց ես չեմ զղջում, որ ես փրկեցի իմ ձայնը, իմ արվեստը, իմ հոգին։ Խորհրդային համակարգը փորձեց վերածել ինձ մարիոնետի, բայց ես ընտրեցի լինել ազատ մարդ, նույնիսկ եթե դա նշանակում էր կորցնել ամեն ինչ, ինչ ես սիրում էի։ Եվ այսօր, երբ ես տեսնում եմ, որ Հայաստանը ազատ է, որ մարդիկ կարող են ընտրել իրենց սեփական ճանապարհները, ես հույս ունեմ, որ իմ պատմությունը կհիշեցնի նրանց, թե որքան թանկ է ազատությունը, որ այն արժե ցանկացած կին։ Օֆելիա Համբարձումյանը շարունակեց երգել մինչ 1998 թվականը, երբ նա վերջապես հեռացավ բեմից, ոչ թե որովհետև նրա ձայնը մարել էր, այլ որովհետև նա զգում էր, որ ժամանակն է եկել անցնել հաջորդ սերնդին։ Նա վերադարձավ Երան, որտեղ ապրեց իր ծնողների հետ նրանց վերջին տարիներին, Արտեմը հեռացավ այս կյանքից 1999 թվականին, Սիրանույշը 2 տարի անց։ Օֆելիան թաղեց նրանց Երանի Կոմիտասի Պանթեոնում, յուրաքանչյուր օր նա այցելում էր նրանց գերեզմանները, խոսում էր նրանց հետ, պատմում էր նրանց իր օրվա մասին, ինչպես թե նրանք դեռ ապրում էին։ Ինչ վերաբերում է Կարեն Սարգսյանին, այն մարդուն, ով ստորագրել էր Օֆելիայի վերահսկման հրամանները, նա երբեք չպատասխանատվության չենթարկվեց իր գործողությունների համար։ Երբ Խորհրդային Միությունը փլավ, նա պարզապես անհետացավ, ոչ ոք երբեք չիմացավ, թե ինչ պատահեց նրան։ Ոմանք ասում էին, որ նա փախել է Ռուսաստան, ապրում է հանգիստ կյանքով իր կենսաթոշակով, ուրիշներ ասում էին, որ նա մահացել է 1991 թվականին, բայց ոչ մի հաստատված տեղեկություն չկար։ Օֆելիան երբեք չփորձեց գտնել նրան, նա գիտեր, որ վրեժխնդրությունը չէր վերադարձնելու նրան այն տարիները, որոնք նա կորցրել էր, որ ամենալավ վրեժը էր ապրել լավ կյանք, ազատ կյանք։ Ինչ վերաբերում է Միխայիլին, այն մարդուն, ով օգնեց Օֆելիային Դավիթին փախչել, Օֆելիան երբեք չիմացավ նրա ճակատագիրը։ Նա փորձեց գտնել նրան տարիներ շարունակ, բայց ոչ մի հետք չկար։ 1995 թվականին, երբ ԿԳԲ-ի արխիվները սկսեցին բացվել, Օֆելիան գտավ մի փաստաթուղթ, որը նշում էր, որ Միխայիլ Վոլկով, նախկին դիվանագետ, ձերբակալվել է 1972 թվականի սեպտեմբերի 12-ին, օգնություն ցուցաբերելու համար պետական դավաճաններին։ Դատապարտվել է 15 տարի ազատազրկման։ Օֆելիան հաշվեց տարիները, հասկացավ, որ եթե Միխայիլը վերապրել էր իր ազատազրկումը, նա պետք է ազատվեր 1987 թվականին։ Նա փորձեց գտնել նրան, բայց ոչ մի տեղեկություն չկար, ոչ մի հասցե, ոչ մի հեռախոսահամար, ոչինչ։ Միխայիլը անհետացել էր, ինչպես շատ ուրիշներ, ովքեր համարձակվել էին դիմադրել համակարգին, Օֆելիան միայն կարող էր հույս ունենալ, որ նա որտեղ էլ լիներ, նա գիտեր, որ նրա զոհողությունը չէր եղել զուր։ Օֆելիա Համբարձումյանը հեռացավ այս կյանքից 2012 թվականի նոյեմբերի 20-ին, 75 տարեկան հասակում, իր տանը Երանում, շրջապատված իր սիրելիներով։ Նրա թաղմանը ներկա էին հազարավոր մարդիկ, երաժիշտներ, երգիչներ, պարս քաղաքացիներ, ովքեր եկել էին հարգանքի տուրք մատուցելու այն կնոջը, ով դարձել էր խորհրդանիշ ազատության համարձակության համար։
Երբ նրա դագաղը իջեցվեց գետնի մեջ, երաժշտական խումբը նվագեց Վերդիի «Լա Տրավիատա» օպերայից Վիոլետայի վերջին արիան, այն նույն արիան, որը Օֆելիան երգել էր իր առաջին մեծ հաջողության գիշերը Երանում, որը դարձել էր նրա ստորագրական կատարումը։ Օֆելիայի կյանքի պատմությունը չէր պարզապես մի երգչուհու պատմություն, դա էր մի կնոջ պատմություն, ով համարձակվեց ընտրել ազատությունը ապահովության փոխարեն, ով վճարեց ահռելի գին իր ընտրության համար, բայց ով երբեք չզղջաց։ Նրա ձայնը, որը մի ժամանակ փակ էր եղել երկաթե վարագույրի ետում, վերջապես հասավ աշխարհին, նրա արվեստը շարունակում է ապրել նրա ձայնագրություններում, որոնք դեռ լսվում են ամբողջ աշխարհում։ Բայց ավելի կարևորը, նրա պատմությունը շարունակում է ոգեշնչել մարդկանց, ովքեր ապրում են ճնշման տակ, ովքեր երազում են ազատության մասին, ովքեր պետք է ընտրեն մնալ անվտանգ, բայց ոչ ազատ, կամ ռիսկի ենթարկել ամեն ինչ հույսով գտնելու իրական կյանք։ Արդյոք Օֆելիայի ընտրությունը ճիշտ էր։ Արդյոք նա պետք է մնար Խորհրդային Միությունում, ապահով, բայց ոչ ազատ, այդպես խնայեր իր ծնողներին այն տառապանքներից, որոնք նրանք կրեցին։ Թե նա արեց միակ ճիշտ բանը, փախչելով փրկելով իր արվեստը, նույնիսկ եթե դա նշանակում էր կորցնել 18 տարի իր սիրելիների հետ։ Սա հարց է, որին յուրաքանչյուր մարդ պետք է պատասխանի ինքն իր համար, քանի որ ազատության գինը տարբեր է յուրաքանչյուրի համար։ Բայց մի բան անվիճելի է, Օֆելիա Համբարձումյանը ապրեց իր կյանքը իր սեփական պայմաններով, նա երգեց այնտեղ, որտեղ ուզում էր երգել, նա սիրեց այնպես, ինչպես ուզում էր սիրել, նա մահացավ ազատ կին, ոչ թե պետական սեփականություն։ Եվ գուցե դա է ամենակարևորը, ոչ թե այն, թե որքան երկար ես ապրում, այլ այն, թե ինչպես ես ապրում, արդյոք դու ապրում ես որպես ինքդ քեզ, թե որպես ուրիշի ստվեր։ Ընկերներ, ինչ կարծիքի եք Օֆելիա Համբարձումյանի մասին։ Արդյոք նա զոհ էր խորհրդային համակարգի, որը գողացավ նրա լավագույն տարիները բաժանեց նրան իր ընտանիքից, թե նա ինքը պատասխանատու էր իր ընտրության համար այն հետանքների համար, որոնք դա բերեց նրա սիրելիներին։ Գրեք ձեր կարծիքը։ Մեկնաբանություններում մեզ համար կարևոր է իմանալ, արդյոք ձեր քաղաքում հիշում են նրան, արդյոք նրա պատմությունը դեռ ապրում է մարդկանց հիշողության մեջ։ Եթե դուք հավատում եք, որ ազատությունը արժե ցանկացած գին, դրեք լայք այս տեսանյութին։ Եթե դուք կարծում եք, որ ընտանիքը ավելի կարևոր է, քան անհատական երազանքները, գրեք այդ մասին ստոր։ Եվ անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, մենք շարունակելու ենք պատմել այն մարդկանց պատմությունները, ովքեր փոխեցին պատմությունը, նույնիսկ եթե համակարգը փորձեց ջնջել նրանց հիշողությունը։ Շնորհակալություն դիտելու համար, մինչ հաջորդ անգամ հիշեք, որ ամենակարևոր ազատությունը ձեր սեփական հոգու ազատությունն է։